Ամենամեծ իհարկե խաչակրած խավարամտության արժանանքը դա ակադեմիական քաղաքի դեմն է։ Եվ որովհետև հասկանում եմ, որ այս ակադեմիական քաղաքը որ եղավ, իր վերջնանպատակը խավարամտության բանն ալնելու, խավարամտությունը ջնջելն ալնելու Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար էլ պայքարում են դրա դեմ։ Ակադեմիական քաղաք ծրագիրի իշխանությունների կողմից ներկայացվում է որպես խիստ դրական մեգա նախագիծ, որը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ բերի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության որոշմամբ հաստատվել է ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգը։ Կարևոր է իմանալ, որ ակադեմիական քաղաքի կառուցման արդյունքում փակվելու են Հայաստանի բոլոր բուհերը, կամ կարելի է ձևակերպել այնպես, որ բոլոր բուհերը կենտրոնացվելու են Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքում եւ Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար։ Ըստ որոշ խոսակցությունների, փակվող բուհերի շարքում կարող են չլինել Երևանի պետական եւ բժշկական համալսարանները, բայց այս առումով դեռևս հստակ ինֆորմացիա հասանելի չէ։ Ակադեմիական քաղաք ծրագրի հետևանքները հստակ պատկերացնելու համար պետք է իմանալ, որ Հայաստանի տարածքում գործում են 66 բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ մասնաճյուղեր, որոնցից 43-ը Երևանում, իսկ 23-ը մարզերում։ Ըստ վերջին 3 ուսումնական տարիների տվյալների, տարեկան միջինում 1800 երիտասարդ ընդունվում է մարզային բուհական հաստատություններ, հետևաբար մոտ 1800 երիտասարդ ակադեմիական քաղաքի կառուցումից եւ շահագործումից հետո ստիպված է լինելու տեղափոխվել բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Երևան։ Ակադեմիական քաղաք ծրագիրը էականորեն վատթարացնելու է առանց այդ էլ աղետալի վիճակում գտնվող ներքին միգրացիոն պատկերը եւ Հայաստանի անհամաչափ զարգացվածությունը։ Ըստ Արփստատի կողմից ներկայացված միգրացիայի պատկերը Հայաստանի Հանրապետությունում զեկույցի 2020, 21 եւ 22 թվականներին Հայաստանի մարզերից դեպի Երևան ներքին միգրանտների քանակը կազմում է 14000 մարդ։ Ստացվում է, որ տարեկան միջինում 4600 քաղաքացի մարզերից տեղափոխվում է Երևան եւ բնակություն հաստատում այդտեղ տարբեր պատճառներից ելնելով։ Հիմա, երբ ակադեմիական քաղաք իրականություն դառնա եւ փակվեն այս պահին մարզերում գործող 23 բուհերը եւ բուհերի մասնաճյուղերը, տարեկան միջինում 1800 երիտասարդները գումարվելու են ներկայացված 4600-ին, ինչը նշանակում է, որ ակադեմիական քաղաքի հետևանքով ներհանրապետական միգրանտների թիվը 4600-ի փոխարեն կկազմի մոտ 6400, հետևապես այն կաճի մոտ 40%-ով։ Հավանական քննադատությունները կանխելու նպատակով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հետևյալ հարցին. արդյոք կարելի է ուսման նպատակով Երևան բնակություն հաստատած անձանց համարել ներքին միգրանտ։ Ըստ Արփստատում տեղ գտած հենց նույն հետազոտության, այո, որովհետև ըստ այս հետազոտության անգլերենով էմիգրանտ կամ մեկնած միգրանտ են համարվում այն անձիկ, ովքեր 12 ամիս կամ ավել փոխում են իրենց բնակության վայրը, իսկ ուսանողը պետք է սովորի առնվազն 4 տարի, իսկ որոշ դեպքերում 6 կամ 9 տարի։ Եթե մեզ հակադարձեն, թե ուսանողները կսովորեն, կավարտեն եւ կվերադառնան իրենց բնակավայրեր, ապա դա կհանդիսանա դեմագոգիա, քանի որ եթե անգամ բոլոր ուսանողները կրթությունն ավարտելուց հետո վերադառնան իրենց նախնական բնակավայրեր, միևնույնն է պատկերը չի փոխվի, քանի որ ամեն տարի կրթություն ստանալու նպատակով ստիպված կլինեն անպայման Երևան մեկնել տարեկան միջինում 1800 նոր երիտասարդներ։ Միևնույն ժամանակ հայտնի իրողություն է, որ ուսման նպատակով Երևան եկող անձիկ առավելապես հակված են հաստատվել Երևանում, քանի որ մարզերում աշխատանքային հնարավորություններն ավելի քիչ են։ Ներքին միգրացիոն աղետի տեսանկյունից դեռևս հաշվի չենք էլ առել մարզային 23 բուհերի եւ բուհական մասնաճյուղերի աշխատակիցների։ Ըստ 2023-24 ուսումնական տարվա տվյալների, մարզային բուհերի եւ բուհերի մասնաճյուղերի պրոֆեսորադասախոսական անձնակազմը բաղկացած է 1535 աշխատակիցներից, որոնց ճակատագիրը ակադեմիական քաղաքի կառուցումից հետո կարող է ունենալ երկու հավանական սցենար։ Կամ մարզային դասախոսական անձնակազմը իրենց ընտանիքներով պետք է նույնպես բնակություն հաստատեն Երևանում, կամ էլ պետք է կորցնեն իրենց աշխատանքը, ինչը սոցիալական ահռելի անարդարություն կստեղծի մարզեր Երևան հարաբերակցությունում։ Այսինքն, մոտ 40% ներքին միգրացիայի աճն արձանագրող հաշվարկում ներառված չեն 1535 աշխատակիցներից բաղկացած պրոֆեսորադասախոսական անձնակազմը եւ իրենց ընտանիքները։ Ակադեմիական քաղաքի հետևանքով առաջանալիք ներքին միգրացիոն աղետի ամբողջ պատկերը հասկանալու համար պետք է իմանալ նաև մի քանի այլ տվյալներ, կապված Հայաստանի անհամաչափ զարգացման հետ։ Հատկանշական է, որ Հայաստանի հնայի մոտ 60%-ը գեներացվում է Երևանում։ Հայաստանի բնակչության մոտ 30%-ը բնակվում է Երևանում։ Հայաստանի աշխատուժի մոտ 40%-ը բաժին է հասնում Երևանին եւ այսպես շարունակ։
Սոցիալական, տնտեսական եւ դեմոգրաֆիական խնդիրներին զուգահեռ պետք է հաշվի առնել նաեւ Երևանի պատմամշակութային ժառանգության մարտահրավերները, որոնք կառաջանան ակադեմիական քաղաքի կառուցման հետևանքով։ Երևանում գործող 43 բուհերի շենքերը կամ դրանցից 41-ը հանդիսանում են երևանցիների պատմամշակութային ժառանգությունը եւ քաղաքի ճարտարապետական դիմագծի անբաժանելի մասը։ Իսկ իշխանությունները կարծես թե հետեւյալ պլաններն ունեն Երևանում գործող բուհերի շենքերի վերաբերյալ։ Հաջորդը ինչ ենք ուզում անենք, այսպիսի մի նախագիծ կա։ Գիտեք, որ մեր բուհերում կան բազմաթիվ խնդիրներ։ Այդ խնդիրները կապված են եւ ֆիզիկական ենթակառուցվածքի հետ, եւ կապված են բովանդակության հետ։ Եվ մենք ունենք այսպիսի գաղափար, որ Երևան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր առնվազն բուհերի մեծամասնությունը, քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, այդ շենքերը հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական ակադեմիական քաղաք։ Երբ ասվում է Երևան քաղաքից դուրս, ապա այս տեղեկատվությունը իրականությանն ամբողջովին չի համապատասխանում։ Քանի որ ըստ ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգի, ակադեմիական քաղաքը կառավարության որոշման համաձայն գտնվելու է Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքում եւ Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում, որը գտնվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում։ Այդ 700 հեկտարից որոշ մասը գտնվում է Արագածոտնի մարզում, բայց չխճճվելու եւ ակադեմիական քաղաքի տեղավայրը ճշգրիտ հասկանալու համար ներկայացնում ենք ակադեմիական քաղաք տեղակայման վայրի կառավարության կողմից հաստատված քարտեզը։ Երևանցիների պատմամշակութային ժառանգություն հանդիսացող բուհերի շենքերի ճակատագրին ծանոթանում ենք վարչապետի հետևյալ մեկնաբանություններից։ Մենք ինչ ենք ասում ենք, որ ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետքա ոչ մի բուհ չլինի։ Եվ ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ պետքա չլինի։ Հանրապետության բոլոր բուհերը հայաստանյան թերոտար երկրամասնավոր թե պետական պետքա գործեն միայն ակադեմիական քաղաքում։ Այդ բոլոր շենքերը Երևան քաղաքի իրենք համախմբվեն մի կազմակերպության մեջ եւ միջազգային հեղինակություն ունեցող ընկերության տրվեն կառավարման որպես տարածքներ։ Եվ այնտեղից գեներացվող ամբողջ գումարը գնա ակադեմիական քաղաքի, այսինքն ակադեմիական քաղաքի եւ բուհական համակարգի ֆինանսավորմանը, այդ քննարկելու հարցը, որպես պետական բյուջեի եկամուտ, թե ուղղակի գնա ակադեմիական քաղաք հիմնադրամի հաշիվներին, բայց սա այնա ինչի մասին այսօր մենք մտածում ենք։ Իրավիճակն առավել պատկերավոր հասկանալու համար եկեք վերհիշենք, թե Երևանի բուհերի որ շենքերի մասին է խոսքը։ Այս շենքերը մայրաքաղաքը ժառանգել է իր նախնիներից, որոնք չունեն միայն կրթական կամ գիտական նշանակություն։ Ի տարբերություն ժամանակակից շատ շինարարական նախագծերի, այս շենքերը հանդիսանում են մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի անբաժանելի մասը, երևանցիների հիշողությունները եւ պատմամշակութային ժառանգությունը։ Դժվար է պատկերացնել երիտասարդականը առանց ուսանողների բազմության, ագրարային, պոլիտեխնիկական, տնտեսագիտական եւ այլ համալսարանների հարակից տարածքներում եւ այգիներում։ Երիտասարդական մետրոյի հարակից տարածքն ինքնին ակադեմիական քաղաք է, որը հանդիսանում է Երևանի օր-օրի ավելացող տձև կառույցների, մերսման սրահների, հյուրանոցների, շաուրմանոցների էսթետիկ այլընտրանքը։ Վերացնելով երևանյան բուհերի շենքերը, մայրաքաղաքի բնակիչներից խլում են քաղաքի դիմագիծը, հիշողությունները եւ պատմությունը։ Հետևաբար, անհամաչափ զարգացումը խորացնող այս ծրագիրը նաեւ ունի պատմամշակութային եւ էսթետիկական արժեքների աղետալի հետևանքներ։ Ակադեմիական քաղաքի բացասական հետևանքներին առավել մանրամասն անդրադառնալու ենք եւ հույս ունենք, որ բնակիչներն ու ուսանողությունը թույլ չեն տա ձևախեղել մեր ժառանգությունն ու երկրի համաչափ զարգացումը։ Եվ այս նախագծի դեմ պայքարը իշխանության կողմից մի բան էլ մեկնաբանվում է որպես խավարամտության պայքար։ Վերադառնալով ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի վերջին քառօրյա նիստերին ներկայացնում ենք, թե ինչի մասին էին ազգային ժողովի վերջին նիստերը եւ ինչու ենք պնդում, որ ազգային ժողովի ներկայիս պատկերից տուժում է միայն հասարակության 60%-ը, այսինքն նախկիններից եւ ներկաներից չսատարող հատվածը։ Մինչ մեր մեկնաբանություններին անցնելը դիտենք այս հոլովակը, որտեղ ամփոփել ենք վերջին նիստերի հիշարժան եւ ամենից քննարկված հատվածները։ Հնչեցրած որոշ մտքերի, եթե նկատել եք, օրինակ արդեն նա այդքան այդ ջղաձգումների մեջ չի հայտնում, երբ նրան անվանում են թուր կամ դավաճան, ձեզ հայտնի որակումները, որը հաճախ տրվում է, դուք գիտեք մեզ ինչ են ասում, ինչ որ տեղեր են գնում։ Ասում են, այս անհայրենիք դավաճանների միջև հիմա ոնց ազատության մեջ են մի բան էլ շարունակում են իշխանության մնալ։
Նաև ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում է համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալել է։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ Ասում եք թե մարդիկ ինչ են ասում։ Ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Մարդիկ ասում են հայրը թուրք է։ Բայց մենք երբեք տես բան ստեղից չենք ասում։ Չենք ասում տես բան ստեղից, բայց ասում են որ հայրը թուրք է։ Անունն են ասում։ Ասում են անհայրենիք դավաճան են դրանք։ Արցախը լքել են։ Պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են։ Մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տես բան չենք ասում ստեղից։ Չենք ասում տես բան ստեղից։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղը նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում։ Հիմա կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգիստ, քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ, լսի դու տեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղդ նստի, հանգիստ պահու եղող, հանգիստ, Ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայոյանք, դրա մերնել, հերնել, լավնել, ընտանիքնել։ Ազգային ժողովի հերթական նիստերը կարելի է բաժանել երկու հիմնական մասի՝ մեղադրանքներ միմյանց նկատմամբ կոռուպցիայի մեջ եւ ծեծկռտուք։ Կոռուպցիայի առումով ծիծաղելի էր, որ նախկինները մեղադրում էին ներկաներին անիֆից ենթադրաբար անհետացած $60 միլիոն եւ հարակից այլ ենթադրյալ կոռուպցիոն դրվագներից, ինչպես նաեւ նախկինները բողոքում էին, որ ՔՊ-ն չի կարողանում ապացուցել նախկիններին վերագրվող միլիարդների չարաշահումները եւ մի բան էլ մուննաթ էին գալիս, թե ուր է Քոչարյանի 4 միլիարդը։ Ռոբերտ Քոչարյանը էս, Ռոբերտ Քոչարյանը այն եւ ես ուզում եմ հիշեցնել, դուք եք գեներացնում Ռոբերտ Քոչարյանը $4 միլիարդ կարողություն ունի։ Դուք եք գեներացնում եւ դուք տարածում եք։ Հիմա հանրությանը պատասխան եք, ուր է 4 միլիարդը։ Իսկ ներկաները թվարկում էին դատախազության կողմից պահանջվող ենթադրյալ ապօրինի գույքերի եւ ֆինանսական միջոցների բռնագանձման ենթակա միջոցները։ Ամենատե բան ասեմ, էլի փոքրիկ Քոչարյանը ես ամբողջ ասում եմ, հիմա համբալնով է, ասեմ համբալնով է։ Ըստ իս համբալը հետեւյալ մարդն է։ Համբալը այն մարդն է, ով ապօրինի կերպով ձեռք է բերել 22 անշարժ գույք, երկու գույքին գրման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձու մասնակցություն։ Եվ մի շարք ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխհարությունների պահանջի իրավունք, երկու տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամի համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Հիմնականում տես մարդիկ են համբալներել։ Եթե հակերճ ամփոփենք, ապա նախկիններն ասում էին՝ դուք կոռուպցիա եք անում, իսկ ներկաներն ասում էին, որ դուք կոռուպցիա եք արել։ Բայց պետք է հասկանալ, որ հանրային կամ քաղաքական որևէ գործ չի չվստահող մարդկանց, այսինքն հասարակության 64%-ի խնդիրները այս խոսակցություններով ամենևին չէին հասցեագրվում։ Հասարակության 64%-ի խնդիրների հասցեագրման համար անհրաժեշտ կլիներ, որ խորհրդարանում լիներ այնպիսի ընդդիմություն, որը իշխանություններին եւ կմեղադրեր օր-օրի թափ հավաքող կոռուպցիայի մեջ եւ կմեղադրեր նախկինում տեղի ունեցող կոռուպցիոն դեպքերի ոչ պատշաճ քննության, անբավարար բացահայտումների եւ երկակի ստանդարտների մեջ։ Բայց իշխանությունների կողմից թույլ տրված ենթադրյալ կոռուպցիոն դրվագները պարպվում կամ ջրվում են այս պայմաններում, քանի որ իշխանական падգամավորները ինքնապաշտպանվում էին հետևյալ նարատիվներով, որը համապարփակ ներկայացվել է իշխող խմբակցության падգամավոր Ռուբեն Ռուբինյանի կողմից։ Հավատացեք եւ համաձայնեք, որ խնդիր կա, երբ որ մեկը ում ընտանիքին եւ անձամբ իրեն
դատախազությունը մեղադրում է 100 միլիոն դոլար ապօրինի տակով անելու եւ այդ մի 20 քանի հատ էլ անշարժ գույք տակով անելու մեջ ու ինքը գալիս կանգնում է ամբյոնի մոտ ու ասում է գիտեք ինչ կա դուք դավաճան եք դուք կոռուպցիոներ եք այս ինչ եք այն ինչ եք ինքը դրա պատասխանը պիտի ստանա ել չեմ ասում այն բաների պատասխանը պիտի ստանա ու ինքը ասում է իր խոսքի մեջ Այս մեսիջը կարմիր թելի նման անցնում էր իշխող կուսակցության շատ ելույթների եւ գրառումների միջոցով։ Կարծես հասարակությունը մեղավոր է, որ պարլամենտական ընդդիմությունը ժամանակին աչքի է ընկել կոռուպցիոն սկանդալներով, իսկ երբ նոր իշխանության օրոք Տիգրան Ավինյանի մայրը իր համեստ խնայողություններով Նորք Մարաշում $500,000 առանձնատուն է ձեռք բերում, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքում իր կեսրայրի հետ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Փոշիացվում է մոտ $60 միլիոն Տիգրան Ավինյանի ղեկավարած անիվից։ Ալեն Սիմոնյանի եղբոր երբեմնի ղեկավարած Եվրոասֆալտ ընկերությունը տասնյակ միլիարդ դրամի պայմանագրեր է կնքում պետության հետ եւ այսպես շարունակ։ Ուրեմն Ռուբենի կողմից ներկայացված եւ շատ ավելի շատ հարցեր չպետք է բարձրաձայնվեն եւ իշխանություններին չպետք է պատին դեմ տան, քանի որ պարլամենտական ընդդիմությունը ենթադրաբար նույնպես թալանչի է եղել։ Առողջ պատկերային պետք է լիներ, որ ընդդիմությունը եւ իշխանություններից պահանջեր նախկինում եղած թալանի վերադարձ եւ բարձրաձայներ արկա թալանը։ Դա կարող էր լինել միայն առողջ նոր ընդդիմության արկայության պարագայում։ Միայն այդ պարագայում հասարակությունը կշահեր, ոչ թե արկա թալանը կպարփվեր թալանի հարցով խոսողների թալանչի լինելու հանգամանքով։